Փառք Քրիստոսի ամենազոր հարության, սայլն այն իջաներ իլեռնեն իմասյաց, եւ ի վերանորա աթորք են կարգյալ, եւ ի վերանորա գահույք ոսկեղենք, եւ ի վերանորա բեհեսկ ծիրանիկ, եւ ի վերանորա որդի արքայի, եւ հաչմե նորա վեցթևյան սերոբեքն, հահեկե նորա բազմաչյալ քերոբեքն, առաջի նորա մանկունք գեղեցիկ, իգիրկս նոցա խաչ ընտերունական, իձերին նոցա սաղմոսարան եւ քնար, որ կերքեին ձերքս ասելով, Փառք Քրիստոսի ամենազոր հարության։ Այսօր արձակեցակ իկապանած նախնո եւ վերստին նորոգմամբ հավիտենական կենացն եղակ ժառանգորդք։ Փառք Քրիստոսի ամենազոր հարության։ Ինչպես տեսնում ենք տաղի վերջին հատվածում, Նարեկացին ասում է, որ այսօր ազատվեցինք նախնյաց կապանքներից եւ վերստին նորոգմամբ հավիտենական կյանքի ժառանգորդ դարձանք եւ փառք է տալիս Քրիստոսի հարությանը։ Ինչպես նշում են նարեկագետները, մահվան նկատմամբ հաղթանակի համաքրիստոնեական համընդգրկուն գաղափարը նարեկացին տեղափոխել է նաև ազգային փրկության տիրույթ եւ այս է պատճառը, որ նարեկացու մոտ սայլը իջնում է Մասյաց լեռներից եւ նաև Սուրբ Մասիսի եւ նրա մատուցներում գտնվող Մայրաթոր Սուրբ Էջմիածնի մեջ է տեսել նա քրիստոնյաների հարության ճանապարհն ու խորհուրդը եւ նաեւ իհարկե մատնանշել, որ հայ ժողովրդի եւ համայն մարդկության հոգեվոր հարության եւ փրկության ուղին լինելու է Հայաստանից։